Քո ընտանիքի համար պայի բարությունդ։ Ինչ պիտի ասեմ, կանգնացել կարամ ասեմ։ Իա։ Ուզում ես բար քաշես։ Հա քաշի, ո՞վ է ձեռքդ բռը տղա ջան։ Բայց խոսքերիդ մեջ զգուշ եղի։ Զգուշավորությունը քեզ էլ չէր խանգարի, բայց ոչ միայն խոսքերիդ մեջ, այլ նաև քայլերիդ։ Ես գիտեմ կապիկ ընկերդ քեզ ինչ է առաջարկել։ Կապիկ ընկերս ո՞վ է։ Այ դու երևի աներ հայրիկիդ նկատի ունես, հա։ Հա, ասեմ որ միակ ընկերս աներ հայրիկ դա որպես կապիկ։ Խորհուրդ կտամ իրար հետ գործարքի մեջ չմտնեք։ Դա ջան դու երևի չես հասկանում, հա, ուր ես եկի ու մոտ ես եկի։ Հստակ եմ ասում։ Այն ինչ առաջարկել է Բագրատը չի լինելու։ Այսինքն ինքն է քեզ ուղարկել, որ գործարկը հեչ անեք։ Չկա ոչ մի գործարք, որովհետև Բագրատը քո հետ կարագործարքի մեջ մտնի միայն իմ դիակի վրայով։ Այդ տղա ջան, ջայլ տղա ես, ինչ ես նավսում ինքդ քեզ։ Ձեր շախունցների ժամանակը արդեն մոտենում է ավարտին։ Իմի ես եմ ասում, միայն իմ դիակի վրայով։ Դա էլ է հնարավոր, տարիք տարած մարդ ես, ամեն բան կարա լինի։ Դու ստիպեցիր, որ քո վրայով անցնեմ, գործարքի մեջ մտնեմ Բագրատի հետ։ Գիտեմ, որ զարմացած եք իմ այցից, կարակ չթաքցնեք։ Եթե անկեղծ մեզ թվում էր դուք բաժանվել եք։ Բաժանվել են։ Որովհետև տենց ավելի ճիշտ է։ Ես մտածում եմ, որ մենք բավարար պատճառներ չունենք բաժանվելու համար։ Դրա համար էլ փորձում եմ պայքարել մեր սիրո համար։ Պապան ասելիք ունի։ Հա, բայց ես ու Անգելինան պետք է մենակ մնանք։ Մաման ու Ֆայնան կարան գնան, պապ, բայց ես պետք է ստեղ մնամ։ Իսկ կարելի է իմանալ ինչ պիտի ասեք։ Այն ինչ որ երկար ժամանակ ուզեցել ես իմանաս, բայց չես իմացել։ Այդ դրա մասին պիտի խոսենք։ Գնայեք։ Անջատի։ Չեմ կարա պապան է զանգում։ Հա, պապա։ Լավ, ես հեսա կգամ։ Ինչ ա եղել։ Քեռիս վիրավորվել է Ուկրաինայի պատերազմում։ Ես պետք է գնամ։ Ինչա պատրաստվում էիր ճշմարտությունը ասել։ Դա տղա տուպիկ էր մցրել։ Բայց դա լինելու բանը լինում է։ Սա կամալ կյանք կգնաց, հա։ Բալես ես գնամ վերև ինձ մի հատ թեյ բեր, հա։ Ֆայնա։ Դա քերի ուներ Ուկրաինայում։ Ընկեր լանչի եմ գրիլյանում։ Ոնց։ Ուրեմն վստահեցնում եմ, որ քաղաքում ստեղից լավ լանչ չես էլ գտնի։ Համ կենտրոնում է, համ համով է, համ էլ գինը հարմար է։ Լուսավոր եմ, որ հանկարծ խավարում նստած չմնաս, ապեր ջան։ Հա բա ոնց, եկեք փորձեք համոզվեք։ Աշխատանքի տեղից էր, բոլորին նորմալ հաց ուտել եմ սովորացնում։ Այդ մի բանը քեզ մեջ շատ լավ է ստացվում, Կարո ջան, իմ սեփական փորձից եմ ասում։ Բերեմ փորձը փոխանակում անենք։ Չէ, Կարո ջան, դու ավելի լավ է ինձ ասա, ինչ որ տեղ ես շտապում, որ տենց արագ-արագ ուտում ես։ Դու Յանան չես, դու Yamanն ես։ Ինչ իմացար։ Հա,
Սիրունս, ճիշտն ասած շտապում եմ։ Մի հատ մեքենա կա, պետքա տանեմ տամ տիրոջը։ Իմ գործերը թողած թույթեր եմ նկարում։ Ինչ մեքենա կարո։ Մի աղջիկ կա, պետքա մեքենան տամ իրան։ Կարո դու ինձ ձեռք ես առնում։ Ինչ աղջիկ, ինչ մեքենա։ Ես հասկացա, դու ինձ բերել ես այստեղ կաշառում ես, որ հետո գնաս քո սև գործերին։ Ախր այդ հմբլս ինչ սև գործեր։ Ես կետ աղջկան չեմ էլ ճանաչում։ Հենրին ախնդրել, ես էլ օգնում եմ։ Ոյ, լավ էլի։ Լավը Հենրին կա։ Ինչ է իր անելու առանց Հենրիի։ Հələ նայի որ չի հավատում։ Չեմ հավատում։ Պայմանենք, որ գալիս ես խալիները փռենք։ Հանդարտվի, խաղաղ ելը մի հատ։ Ոնց խաղաղեմ։ Հենդո ջան։ Այսպեսի բան դարը մեկ ա լինում։ Հենդո շախունցը ոդկա դրել իմ տուն։ Բա ոնց չնեղվեմ։ Ակամայից հիշեցի մեր հին ու լավ օրերը։ Ում համար հին ու լավ, ում համար ոչ։ Ես ամեն գնով ուզում եմ քեզ այդ լեզու գտնեմ։ Իսկ դու կոմպրոմիսի չես գալիս։ Գինը տասա։ Ինչ։ Արժեքը տասա։ Գործ չունես, ես շատ թանկ եմ։ Տակից դուրս չես գա։ Այդտեղ ես քո գինը չեմ հարցնում է։ Բարնե Տոմսերի գինն եմ հարցնում, ինչ արժի։ Եկել եմ գնելու։ Ես գիտեի, որ դու կգաս իմ հին ու լավ ընկեր։ Բգու դու այսքան ժամանակ չհասկացար, որ մենք իրար ընկեր չենք։ Հենդո։ Ինչ, ինչի զարմացար։ Չէ, զարմացած չեմ։ Ուղղակի չէի սպասում քեզ այստեղ տեսնել։ Անետ, իմ խնամոս համար սուրճ պատրաստիր։ Ինքը կարոտած կլինի քո դրած սուրճին։ Ինձ կարոտը չի բերել ես տուն։ Եթե առաջարկը դուժի մեջ է, հարկով վաճառք անենք։ Չհասկացա։ Ինչ արկով վաճառք։ Տեսնում ես Հենդո, դու սխալ ես արել, որ եկել ես իմ տուն գործնական հարցով, ես տանը գործնական հարցերով չեմ զբաղվում։ Մերսի շատ։ Էս ինչա։ Չէ, ավելի շուտ էս սովը։ Յանեչկա հանգիստ։ Նախ պիտի ուսումնասիրես թշնամուդ, հետևես, հետո նոր հարցակվես։ Խելոք եղի մի քիչ։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ, կարող ենք գնալ տեսնեք ոնց է ստացվել։ Չէ, կարիք չկա։ Գլուխ գովալ չլինի, ոնց որ ընդհանրապես մատով կպած չլինեն։ Շատ ավելի լավ։ Ուրախ էի ծանոթության համար։ Ես նույնպես։ Ցտեսություն։ Հաջողություն։ Գնա, գնա։
Ես հիմա ոնց որ թեժ կրակ լինեմ, ու որ հարցակվեցի, ես այգուց բան չի մնալու։ Գնա, որ ես դավաճանին փրկող չլինի։ Մերդ ոնց է։ Լավ է, թե խմեց ուզում եմ մի քիչ պարկի քնի։ Դե լավ է, թող հանգստանա։ Ուշադիր կլինես, ես դուրս եմ գալիս։ Հանգիստ եմ։ Ինչով կարամ օգնեմ ձեր ընտանիքին։ Ամեն ինչ պատրաստ եմ անում, մենակ թե քո աչքերի մեջ արցունք չտեսնեմ։ Անգել ես ուզում եմ գամ ու իմ օգնությունն առաջարկեմ ծնողներին։ Պետք չի, ծնողներս չգիտեմ, որ ես քո հետ եմ, ավելի լավ է չգաս։ Լավ, ամեն դեպքում որ բան պետք լինի զանգի։ Մամ ջան, հանգստացի։ Քերիտ։ Մենք այս բային մենակ կարանք աղոթենք։ Ես արդեն զբաղվում եմ։ Արա կգնանք կհասնենք, չմտածես։ Հա, ես էլ կգամ քո հետ, մամ։ Չէ։ Դուք կմնաք։ Ես մենակ կգնամ։ Ավակ դու ստեղ ավելի պետք ես։ Խրվի գործերը կսպասեն։ Չէ, կմնաս դպրոցի հարցերով, ամել Անգելինայի կողքին կլինես։ Լավ, հանգստացիր։ Մենք քեզ շատ ենք սիրում, մամ ջան։ Այս անգամ էլ սենց պլստացինք։ Լավ, բա հետո մինչև երբ։ Ախր Անգելինայի բանվածքից պարզ երևում է, որ չի հավատացել մեր ոչ մի խոսքին։ Դավաճան։ Յանեչկա, դու ստեղ ինչ ես անում։ Ինչ Յանեչկա, քեզ համար ես այսուհետև Յանա Սամվելովնա եմ եղավ, չնայած չէ, Յանա Սամվելովնան էլ է քեզ համար շատ։ Ես այսօրվանից քեզ հետ ընդհանրապես կապ չեմ ունենալու, երբեք։ Չեմ հասկանում, ինչ ա եղել։ Չի հասկանում։ Լավ, հեսա ես քեզ կբացատրեմ։ Կարո՞ղ։ Քեզ թվում է, որ դու կարող ես ինձ խաբել, կարող ես դավաճանել ու չբռնվել, հա? Այդքան հիմար եմ ես քո կարծիքով։ Բայց ով է քեզ խաբել ու դավաճանել։ Սուս մնա էլի, գոնե սուս մնա։ Ես իմ աչքով եմ տեսել, ոնց է իր Մոնալիզայի ժպիտը դեմքիդ հաճոյանում է աղջկան, անամոթ։ Փաստորեն ինձ հետևում ես, հա? Կարո։ Եթե քեզ տենց նիհար աղջիկներն են դուր գալիս, ուրեմն բարի եղի միանգամից այդպես ասա։ Գիտես ինչ։ Հենրին ինձ երբեք չի սիրել, հա։
Բայց Հենրին միշտ անկեղծ ա եղել ինձ հետ։ Երբեք ինձ չի խաբել ոչ մի վարքյան։ Իսկ դու դավաճան ես։ Դու դավաճան ես, սրիկա ես, խաբ է, բայց ես ոնց կարող էի քեզ հավատալ, ոնց կարող էի քեզ վստահել, ոնց կարող էի։ Թող։ Սա են չի ինչ դու մտածում ես։ Թող ասում եմ, երբ այնց ես այդ աղջկա հետ հանդիպում, հա։ Եթե հետև մերին ուրեմն տեսած կլինես, որ այդ աղջկա մեքենայով էի։ Բեցի մեքենան էր, տվեցի գնաց։ Բեցի անունը փաստորեն լավ, ընտիչ, թող։ Արդեն դու ինձ հունից հանում ես։ Հենրին էր խնդրել, որ այդ աղջկա մեքենան տանան վերանորոգելու։ Ես դրա մասին քեզ ասել էի։ Հաստատ կարող։ Բա ես քեզ կխաբեմ։ Բերեց այդ աղջկա մեքենան տվեցի իրան գնաց։ Բա ինչի շուտ չէիր ասում ու թողնում էիր, որ սենց անիմաստ այսքան ջղայնանայի, հա։ 7 ժամ կինո ես խաղում։ Թողում ես բերանս բացեմ, որ մի բառը լասեմ։ Ես չեմ կարող ստեղ հանգիստ նստել։ Իմ երեխան իմ կարիքն ունի։ Ինչի պիտի վաց գա։ Չէ, վամոտ չունես։ Ես քեզ շատ եմ սիրում, քույրս, բայց թույլ չեմ տա, որ դու ինձ հետ անհարգալից խոսես։ Քեզ թվում է չհասկացա, թե Հենդոն ինչի էր եկել։ Դու խելացի կին ես, ամեն ինչ կարաս հասկանաս, բայց պետք չի բոլորը բարձրաձայնել։ Փաստորեն հիմա էլ որոշել ես շախուսների հետ համագործակցել։ Կյանքը սենց բան է։ Պիտի ձեռքդ զարկիրակին պահես։ Դու որ կողմը ծանր է, այդ կողմն ես ընտրում։ Բայց դու չես հասկանում, որ դա նորմալ չի։ Նորմալ չի քո աղջկա ու սոսի հանդեպ։ Լսի, ես քեզնից խորհուրդ եմ հարցնում։ Ես քեզ խնդրում եմ։ Պետք չի ինձ խնդրել։ Ես քո խնդրանքներին ականջ չեմ դնելու։ Դու ոչ ոքի ոչ սիրում ես, ոչ էլ հարգում ես։ Դու նույնիսկ ինքդ քեզ չես հարգում։ Քո կողքին ապրելով նույնիսկ ես եմ սկսել ինձ չհարգել։ Ով սքանչելի լույսի սուրբ մայր, որ բոլոր հավիտենությունների տիրոջը քո որովայնում կրեցիր ու ծնեցիր բանն Աստծո, աղաչում եմ քեզ, բարեխոսիր քո միածին որդուն, որ ներում ստանամ, որ անտեսվեն իմ բոլոր մեղքերը, որ իմ փոքրիկը պատասխան չտա իմ սխալների համար, փրկություն ու կյանք եմ խնդրում, կյանք եմ խնդրում իմ երեխու համար։ Մորդ տուն տարա, բայց քեզնից կտվել չեմ կարողանում։ Ուզում եմ վարկյան քեզ տեսնեմ։ Ու հավատում եմ, որ դրական փոփոխություն ա լինելու։
Որ արթնացած լինի ավելի լավ։ Գոնե մի քիչ սուպ կուտի։ Մամ։ Չհասկացա։ Ես երբ դուրս եկե որ չեմ նկատել։ Անցել են այդ ժամանակները։ Ես վաղուց սովորել եմ առանց քեզ ապրել։ Բայց որ ոչ քեզ հետևելու ցանկություն ունեմ, ոչ էլ ժամանակ։ Ամեն մի խոսքդ մեղադրանք հավված իմ դեմ։ Բայց դու էլ անմեղ չես։ Դու ավելի մեծ մեղք ես գործել։ Ես չեմ պատրաստում քո առաջ արդարանալ։ Մտածի ինչ ուզում ես։ Զարմանալի է, որ այսքանից հետո Աստծո տան ճանապարհը դեռ չես մտածել։ Նույնը կարող եմ ասել քո մասին։ Ես եկել եմ երեխուս համար փրկություն խնդրեմ։ Այնքան կեղտոտ եք ապրել, որ ձեր մեղքերի համար ձեր երեխան է պատասխան տալիս։ Բայց ես կաղոթեմ ձեր երեխու համար, աղոթ կբարձրացնեմ առ Աստված, իսկ իմ աղոթքները շատ արագ է հասնում Աստծուն։ Եթե երեխուս մի բան լինի, իմացի, որ դրա մեղավորը դու ես։ Ինչ ասացիր։ Եթե երեխուս մի բան լինի, իմացի, որ դրա մեղավորը դու ես։ Հասկացա։ Ո՞ր այլախս։ Ինչ։ Ինչ որ լսեցիր։ Աստված չանի, եթե իմ երեխուն մի բան լինի, իմացի, որ դրա մեղավորը դու ես։ Մի քիչ շատ չէր։ Իսկ քո արածը քիչ էր։ Նորից վերադառնում ենք խոսակցության սկզբին։ Ես էլ դու էլ մեղավոր ենք իրար հանդեպ, իրար շատ ենք ցավ պատճառել, բայց դու ամենամեծ մեղքն ես գործել, որ չես պայքարել քո սիրո համար։ Ու ամբողջ կյանքում այդ մեղքի զգացումը պիտի քեզ հետապնդի, հանգիստ չտա։ Հավատա, հենց այդպես էլ եղել է։ Հիմա դա ինձ չի մխիթարում։ Դու եկել ես, որ վրեժ լուծես։ Իրավունք չունեմ։ Իրավունք բոլորս էլ ունենք, բայց արդյոք ճիշտ է։ Ես վաղուց եմ անցել ճշտի ու սխալի սահմանը։ Շատ ես փոխվել, Սոս։ Այլ ընտրանք չունեի։ Կամ պիտի մեռնեի, կամ փոխվեի։ Ընտրեցի երկրորդը։ Ոչինչ ու ոչ ոք արժանի չէր նման զոհաբերության։
Սենց չի լինի։ Պապային ա պետք զանգել։ Ուր ես պապ։ Չի վերցնում։ Հասկացան չես, ինչի դատարկ, չէ, չի կարանավան բան լինի, ուրա դրես, ինչու եք ինձ պապանցված նայում, տղես ուրա։ Անընդհատ ինչ-որ բան խանգարում է, որ ես այդ գրողի տարած ճշմարտությունն իմանամ։ Լավ ինչ եք դուք սենց խնամքով թաքցնում ինձնից։ Էդ ինչ ա եղել, որ մենակ ինձ չի կարելի իմանալ դրա մասին։ Իսկ հնարավոր է ես ինքս պատրաստ չեմ, որ իմանամ դրա համար էլ դեպքերը սենց են դասավորվում։ Անգելինա։ Անգելինա։ Հա, մամ։ Չես լսում քո հետ եմ։ Չէ, մտքերով էի։ Շատ շրմիտիր։ Մի երկու հատ երեքա։ Եղավ։ Աստված իմ։ Մենակ եղբորս վատ բան չպատահի։ Չի լինի, մամ։ Խնդրում եմ քեզ, էլի այդքան մի տանջի քեզ, լավ կլինի ամեն ինչ, լավը մտածի։ Մամ, հանգստացի, խնդրում եմ։ Սիրտս կանգնեց, ես մի քանի րոպեն հավերժություն թված, կներես տղես, դու կաս, Հոգնել եմ արդեն բոլորին հասկանալ ու ընդունել, ուզում եմ մի փոքր էլ ես հասկանալի լինեմ։ Թողնում ես, որ հասկանան։ Քեզ թվում է, որ եթե Սոսի ամեն մի քայլին հետևես, ուրեմն վերջ, ամեն ինչ քո հսկողության տակ է։ Եթե մեջ չընկնես ու չխանգարես, ամեն ինչ շատ լավ կլինի։ Քեզ խանգարողը միայն ու միայն քո բնավորությունն է, Լիլիթ։ Իսկ քեզ խանգարողով է ես։ Աղջիկ ջան, ինչ ես ուզում։ Ես հասկանում եմ, որ դու մայր չես ունեցել, որ նորմալ դաստիարակություն չես ստացել, բայց չափդ ճանաչիր ինձ հետ խոսելիս, 1000 եմ ասել։ Չփորձես մորս չլինել երեսով տալ։ Ես մեղավոր չեմ, որ մայր չեմ ունեցել ու կյանքը այդքան դաժան ա եղել իմ հանդեպ։ Չփորձվես իմ դաստիարակության հարցում կասկածել անգամ։ Ես իմ կողքին հավատարիմ հորքուր եմ ունեցել ու դաժան ու խիստ հայր։ Հա, հատկապես հայրդ, նոր չեմ ճանաչում։
Լսի, ինչա ուզածդ։ Իմ ուզածը այս տան խաղաղությունն է, ուրիշ ոչինչ, Լիլիթ։ Արի, մի ամաչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ էիք ուզում իմանալ, ծնունդս ում հետ եմ նշել։ Խնդրեմ, ծանոթացեք։ Շատ հաճելի է, ես Լիլիթն եմ, Արամի մայրը, մենք արդեն հանդիպել ենք։ Ես էլ Մերին եմ։ Հաճելի է։ Իմ շատ սիրելի տատիկն է, Ռիտան։ Շատ ուրախ եմ։ Համեցեք նստեք։ Շատ ես։ Շնորհակալ եմ։ Արիոք։ Եկեք անցեք ես կողմ։ Առաջին քայլը իդեալական եմ համարում, որովհետև Պանինոյի տորթերը ես եմ շատ սիրում։ Ուրիշ ոչ մի քաղցրավենիքի հետ չես անհատի։ Հա, ես էլ եմ շատ սիրում ու միայն այստեղից եմ օգտվում։ Շատ անուշիկ աղջիկ է երևում, Արամ ջան, ես շատ հավանեցի։ Շնորհակալ եմ շատ, բայց մի ամաչեցրեք։ Մերոնց հետ քեզ ազատ զգա։ Ամաչել պետք չի։ Իսկ ինչով ես զբաղվում։ Պարուսից եմ, պար եմ դասավանդում։ Դե լավ, ես գնամ սուրճ պատրաստեմ եւ համովություն ուտելու համար ափսենել բերեմ։ Պարուսույց է, չեմի չէ։ Դու ինքդ պատրաստ չես եղել զողողության, բայց հիմա ինձ ես մեղադրում, որ չեմ պայքարել։ Դու ամուսնացար, չսպասեցիր, չհամբերեցիր։ Ես ստիպված էի։ Ինչի վախենում էիր պապադ սպաներ։ Ինձ ասեցին, որ դու էլ չկաս։ Ինչ պիտի անեիր, սարեր շուր տալով հասնեիր ինձ։ Արի, ես քեզ հիմա չպատմեմ, թե ինչերի եմ պատրաստ եղել հանուն մեր սիրո։ Ճիշտ է, հիմա այդ բառերը անիմաստ են, Աննա։ Ճիշտ ես։ Անիմաստ են, որովհետև հիմա դու քո ընտանիքը ունես։ Ես էլ եմ։ Երևի սիրելի ամուսինը տա զանգում, պատասխանի, անհանգստությունից լեղին չպայթի։ Հա, Միքայել։ Եթե կանգնացես, նստի, որ չուշաթափվես։ Ինչ է եղել։ Երեխան գիրկս է։ Ասա, որ չես խաբում։ Չէ, ոնց խապ։ Հեսա գիրկս է։ Աչուկները փակել է, ոնց որ քունը տանում է, թե չի տանում։ Աննա այս երեխու քունը տանում է, չէ աչքերը բացեց, չէ փակեց։ Գալիս եմ։ Տեսար, նույնիսկ չհասցրեցի աղոթել, բայց երեխայիդ վտանգ չի սպառնում, ինքը պիտի ապրի, ինքը մեղք չունի։ Դու ոչ միտեղ չես գնալ։ Ես քեզ ասում եմ, ոչ միտեղ չես գնալ։ Սարավոտ շուտ ես ինչ բողոքի ակցիա ես սարքել։ Ես պետք է գնամ, ուշանում եմ։ Կարելի է իմանալ ինչից ես ուշանում։ Երեխուդ բախտի վրա քարկացելուց։ Այդ հենց քո ամբողջ կյանքը անձնականդ խառնեցիր։ Դրա համար էլ այսօրին ես։ Չես գնալ։
Դու գոնե պատկերացնում ես ինչ կլինի Լիլիթի կյանքը, եթե դու սոսին մեջքի հետևից խփես։ Լսի, ինչ ես փիլիսոփայում։ Ես պիտի դուրս գամ։ Ես էլ քեզ ասում եմ, ոչ միտեղ չես գնում։ Հերիք եղավ, խելքիդ ինչ փչի անես, բոլորիս կյանքի հաշվին։ Դու ջանք ունես այդ տանը մնացած, ես պիտի Ձենդ!